Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ներելը կարող է քեզ ազատություն պարգևել։ Մեր հասարակության հիմնական խնդիրը պառակտվածությունն է։ Երբ մարդիկ միաբան չեն, նրանք չեն կարող իրենց ուժը, միջոցներն ու նպատակները համատեղել և ուղղել ծագած խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա ճշմարիտ է թե՛ երկրի, թե՛ հասարակության, թե՛ եկեղեցու և թե՛ ընտանիքների առումով։ Սիրելի՛ բարեկամ, միաբանության բացակայության հիմնական պատճառներից մեկը ներելու հարցում ծագած դժվարություններն են։ Տեր Հիսուսը սովորեցնում էր դիմացինի հետ շտկված հարաբերությունների կարևորության մասին։ Մեր հասարակությունը, մեր եկեղեցիներն ու մեր ընտանիքները դարձել են ատելության և անհանդուրժողականության քարոզչության զոհեր։ Ատելությունը, չներելն ու մյուսների սխալները մատնացույց անելը դարձել են մարդկանց կենսակերպի անբաժան մասնիկները։ Քրիստոնյաների կյանքում ատելությունը պետք է դրսևորվի միայն մեղքի հանդեպ, իսկ անհանդուրժողականությունը՝ մեղավոր ապրելակերպ քարոզողների հանդեպ։ Մենք պետք է սովորենք ներել իրար և համախմբվել, միաբանվել, որպեսզի կարողանանք դիմակայել մեր առջև ծառացած դժվարագույն մարտահրավերներին։ Ներելը և հիշաչարությունից ազատվելն աստվածային որակներ են, որ Տերը փոխանցում է Իրեն հավատացող մարդկանց։ Ես իսկապես հավատում եմ այս ճշմարտությանը, քանի որ ողորմասիրտ ու կարեկից լինելը Տեր Աստծու էության դրսևորումներից են։ Աստված է ներողամտության հեղինակը։ Հետաքրքիր է նկատել, որ ներողամտություն բառը կազմված է ներող և միտք բառերից։ Տեր Հիսուսն ակնկալում է, որ յուրաքանչյուրս պետք է ներող միտք ունենանք, այլ ոչ թե հիշաչար։ Սա միաբանություն կբերի մեր ընտանիքներում, մեր հասարակության ու մեր ազգի մեջ։ Ե՛կ միասին մի պահ խորհենք Հովհաննես 3:16 խոսքի հանրահայտ հատվածի շուրջ. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Հենց Տեր Հիսուսի խաչի մահվան շնորհիվ ենք մենք ներում ընդունում Աստծուց, որովհետև Նրա արյունը թափվեց մեր մեղքերի ներման համար։ Մեր հանցանքների պատիժը Նա Իր վրա վերցրեց։ Այսպիսով, ներելը երբեմն ցավ է, անգամ մեր կողմից որոշակի բաներ զոհելու պատրաստակամություն։ Ներելը հեշտ բան չէ և իր մեծ գինն ունի, որը յուրաքանչյուրս պետք է վճարի, որպեսզի ազատագրվի ատելության կապանքներից և մասնատվածության թակարդներից։ Որևէ մեկին կամ ինքդ քեզ ներելը զորավոր գործ է, որն ազատություն է բերում քո կյանքի մեջ։ Ատելությունը ծանր բեռ է։ Այն ընկնում է քո ուսերից, երբ կարողանում ես ներել։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ միասին աղոթենք այս աղոթքով. «Հա՛յր, շնորհակալ եմ, որ Քո Որդուն զոհեցիր, որպեսզի ես Նրան հավատալով ներում ընդունեմ Քեզնից։ Շնորհակալ եմ, որ Քո սիրո պարգևը թույլ է տալիս վայելելու իրական ներումը։ Այսօր օգնի՛ր ինձ ներելու այն մարդկանց, որոնք իրապես ցավ են պատճառել ինձ։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որպեսզի իմ ներումը միաբանություն բերի իմ ընտանիքում, իմ եկեղեցում, իմ ազգի ու իմ երկրի մեջ։ Ներման ու սիրո մթնոլորտ պարգևի՛ր մեզ, Տե՛ր։ Խնդրում եմ իմ յուրաքանչյուր հայրենակցի համար, որ մեր ուսերից վերցնես ատելության ու թշնամանքի բեռները, որ միաբանես մեզ Քո անվան շուրջ և ամուր ու համախմբված ժողովուրդ դարձնես։ Ես գիտեմ, որ այդ ամենը կարող է սկսվել իմ ներումից։ Աղոթում եմ, որ ներելն իմ սիրտն ազատ ու թեթև դարձնի, որ ես կարողանամ մարդկանց սիրել Քո սիրով։ Շնորհակալ եմ Քեզ Քո խաղաղության համար, որ պատել է ինձ հիմա, և խնդրում եմ, որ այդ խաղաղությունը գա նաև իմ երկրի ու իմ ժողովրդի մեջ։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։